Մեր ցանկությունն է եղել, որ ամբողջ գործունեությունը մարզական լինի ձեր անձնական վերահսկողության ներքո, որովհետև հասկանալիորեն դուք մարզական նվաճումների ճանապարհին շատ մեծ գիտելիք եւ փորձ եք ձեռք բերել, այդ թվում մարզման մեթոդների մասին, սպորտի կառավարման մասին, եւ մեզ համար շատ կարեւոր է մենք դա նվաճումների այսբերգի չերևացող հատվածն է, մեզ իհարկե երևացող հատվածը մեզ միշտ հպարտություն եւ ուրախություն է պատճառում, բայց մենք ուզում ենք այդ գիտելիքը ներդրվի նաեւ Հայաստանի Հանրապետությունում։ Հետո դուք մի նախադասություն ասացիք, որի մասին ես ճանապարհին մտածում էի։ Դուք ասացիք, որ որովհետեւ մարդիկ հնարավորություն չունեն շատ հաճախ գնալ քաղաք եւ այլն եւ այլն, մենք հիմա գտնվում ենք Երևանի Արվարձանում ըստ էության, եւ սա նախագիծ այն մասին, թե ոնց կարա Արվարձանը դառնա կենտրոն, որովհետեւ հիմա ինչա տեղի ունենում, մենք ստեղծում ենք ձեզ հետ միասին Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիր, բայց դրանով ներքին Չարբախը դառնում է կենտրոն, ներքին Չարբախը դառնում է քաղաքի կենտրոն, որովհետև հիմա մեծ հավանականությամբ այդ թվում Երևանի կենտրոն վարչական շրջանում ապրող երեխաները ուզենալու են գան այստեղ, որպեսզի հաղորդակցվեն, որովհետև համոզված եմ, որ նրանք հիանում են եւ շատերն են ուզում Արթուր Աբրահամի նման մարզական նվաճումներ ունենան եւ դուք ինչպես ընդունված է ասել ռոլ մոդել եք շատերի համար եւ կենտրոնից ոչ միայն կենտրոնից, մյուս տեղերից եւ հիմա այս նախագծով ներքին Չարբախը դառնում է կենտրոն։ Հիմա պարոն վարչապետ, խնդրեմ սերունդներին ուղերձը Արթուրի հետ եթե կարելի է սերունդներին ուղերձը հաճույքով Շնորհակալություն։